Ես ձեզ ասում եմ, կգա ոգուսով, և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ, կընկնեք մուրալու հափրած որդքորով, հրեղեն խոսքի վեհ խոսքի կարոտ։ Լրբենի ծաղրով արհամարեցիք ոգու վառ զեղմունք, միտք ու երազանք, նյութի տաճարում արփած պարեցիք, մոռացած անմահ անհունի տենչանք։ Դուք, որ հեգնեցիք ուժը ստեղծագործ, ձեր նյութի հանդեպ կգա ոգուսով։ Ավետիք Իսահակյան։ Նա երազում էր ապրել Ալեքսանդրապոլում, ծնողների տանը, բայց ճակատագիրը նրան շատ հեռու տարավ։ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ է, պայքարում էր ցարական կառավարության դեմ։ Երիտասարդ տարիքից մասնակցում էր Արևմտյան Հայաստան ուղարկվող զինամթերքի հայթայթմանը։ Քչերը գիտեն, որ այս մարդը Նեմեսիս գործողության առաջնորդներից էր, հենց նա էր որոնել, գտել և ճանաչել ամբողջությամբ կերպարանափոխված և Բեռլինում թաքնված Թալեատ Փաշային։ Իսահակյանը վաղ տարիքից եղել է ազգային պայքարի թատերաբեմում։ Եղեռնից հետո ձեռնամուխ է լինում եվրոպական տարբեր երկրներում հայկական հարցի տարածմանն ու լուծմանը։ Նա իր քաղաքական դիրքորոշումների համար նախ հայտնվեց Երևանի, ապա Թբիլիսիի բանտում։ Եվ աքսորից խուսափելու համար Իսահակյանը լքեց Կովկասը։ Այստեղից էլ սկսեցին գրողի դեգերումները։ Իտալիա, Գերմանիա, Ավստրիա, Շվեյցարիա և ի վերջո Ֆրանսիա։ Իր կյանքի մեծ մասը գրողն անցկացրեց հայրենիքից հեռու, երազելով վերադառնալու մասին։ Ուր էլ գնար միշտ կողքին էր կինը, տիկին Սոֆիկը։ Համբերատար, լայնախոհ ու կամային այս կինը մինչև կյանքի վերջ բաց չթողեց ամուսնու ձեռքը։ Իսահակյանը 1926 թվականին ճակատագրական որոշում է կայացնում։ Տեղափոխվում է խորհրդային Հայաստան։ Իսկ կինը որդու հետ շարունակում է մնալ Փարիզում։ Իսահակյանի խոսքով հայրենիքից հեռու ապրելը այլևս անհնարին էր իր համար։ Վարպետը սիրում էր աշխատել գիշերը, մենության մեջ։ Երբ ձեռագիրը դուրը չէր գալիս, այրում էր գրածը գրասեղանին դրված մոխրամանի մեջ։ Իսկ ստացված գործերի առաջին ընթերցողն ու քննադատը միշտ կինն էր։ Թոռան, Ավիկի ընկերները հաճախ էին հավաքվում իրենց տանը։ Դա նրան ոգևորում էր ստեղծագործել նորովի։ Ավիկի ընկերների խոսքով նրանք հաճախ էին հավաքվում վարպետի տանը հեռուստացույց դիտելու։ Այդ ժամանակ Երևանի առաջին հեռուստացույցը իրենց տանն էր։ Դիտում էին, քննարկում վարպետի հետ։ Մի անգամ էլ հերթական դիտման օրը հեռուստացույցում համբույրի տեսարան եղավ։ Վարպետը բարկացած դուրս եկավ ասելով. «Այս արկղը երեխաներին կփչացնի»։ Վերջին տարիներն ապրեց Երևանում և մահացավ 81 տարեկան հասակում, քնի մեջ, ինչպես երազում էր։ Հրապարակը լեցուն էր, մարդիկ եկել էին հրաժեշտ տալու բանաստեղծին, ով կյանքի մեծ մասն ապրեց Հայաստանից դուրս, հանուն Հայաստանի։ Այս բազմաշերտ և անկանխատեսելի մարդուն հնարավոր էր գտնել ամեն տեղ, ամեն իրավիճակում։ Նա այսքան տարի անց շարունակում է մնալ ամբողջովին չբացահայտված և միշտ հետաքրքիր կերպար հայի պատմության մեջ։ 1945 թվականին բանաստեղծի 70-ամյակի առիթով կառավարությունը նրան առանձնատուն է նվիրում Երևանում, որն էլ հետագայում դառնում է տուն-թանգարան։ Այսօր Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մայրաքաղաք Երևանի աչքի ընկնող մշակութային օջախներից է, ուր այցելում են հայր և օտարազգի բազմաթիվ մարդիկ։ Թանգարանում մշտապես կազմակերպվում են բազմազան և հետաքրքիր միջոցառումներ, գիտական ընթերցումներ, գրական երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ։ Հայ գրականության դժվարին պատմության մեջ քչերին է վիճակվել այսպիսի հագեցած կյանք ապրել։ Իր ապրած 81 տարիներն ամփոփում են հարուստ կենսագրություն դրամատիկ անցումներով։ Կարդալով Իսահակյանի կենսագրությունը դժվար է հավատալ, որ այս ամենն ապրել է մեկ մարդ, ամեն քայլը հանուն հայրենիքի գաղափարի։